Ալիևից 2 օր հետո լուսաբացին Աբու Դաբիի Զայեդ միջազգային օդանավակայանում վայրեջք է կատարում նաև Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության օդանավը։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները մեկ օրացուցային տարում արդեն երկրորդ անգամ են հանդիպում Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում։ Ալիևի ձեռքը սեղմելուց հետո Փաշինյանը մոտենում ու ողջունում է նաև ադրբեջանական պատվիրակության մյուս անդամներին՝ Մուստաֆաև, Բայրամով, Հաջիև, Ամիրբեկով։ Ալիևը չի հետևում Փաշինյանի օրինակին, մնում է տեղում կանգնած, նրան են մոտենում Հայաստանի պատվիրակության անդամները։ Ընդլայնված կազմով բանակցություններից հետո ղեկավարների առանձնազրույցն է։ Հանդիպումն ինչպես սկսվել էր, այնպես էլ ավարտվում է ձեռքսեղմումով։ Երևանն ու Բաքուն միևնույն տեքստն են տարածել հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Փաշինյանն ու Ալիևը քննարկել են թրիփի եւ այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացման հարցերը։ Կողմերը ողջունել են Վաշինգտոնում Թրամփի հյուրընկալությամբ եւ վկայությամբ կայացած խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը, նշել հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման եւ առաջմեղման կարեւորությունը երկկողմ ձևաչափով։ Կողմերն ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի եւ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, նաեւ երրորդ երկրներից հացահատիկի եւ այլ ապրանքների տարանցման համար Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Նոյեմբերից սկսած Ադրբեջանի տարածքով երկաթուղային ճանապարհով Հայաստան է ներմուծվել ղազախական ու ռուսական ցորեն։ Ադրբեջանից Հայաստան այսօր երեկոյան եւս 8 վագոն ռուսական հացահատիկ կուղարկվի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Փաշինյանն ու Ալիևը ողջունել են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելություններն ու համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։ Վերահաստատել են նաև իրենց պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը խաղաղության եւ կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Փաշինյանին ու Ալիևին Աբու Դաբի է բերել Զայեդ մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությունը։ Զայեդի պաշտոնական կայքում նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությունից անցել են համագործակցության փուլ, երկխոսությունը վեր դասել մեկուսացումից եւ հույսը թշնամանքից։ Ladies and gentlemen, what's going on? Տիկնայք եւ պարոնայք, անհավանական բաներ են տեղի ունենում, երբ կա հավատ, նվիրում, տեսլական եւ իմաստություն։ Կարծում եմ խաղաղության գործարքը կայացավ, որովհետեւ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա։ Այլապես այն երբեք չի դադարի նորանոր տառապանքներ բերելով երկու երկրներին եւ ժողովուրդներին։ Հակամարտության ընթացքում շատերը զոհվեցին։ Բազմաթիվ սքացող ընտանիքներ այժմ հետևում են այստեղ կատարվողին։ Նրանցից ոմանք գուցե այս իրադարձությունը անտեղի համար են, բայց տառապանքների շարունակումը սփոփանք կամ հարգանք չէ նրանց համար, ովքեր տառապել են։ Խաղաղությունը միակ սփոփանքն է բոլորի համար։ Խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է։ We were at war for more than 30 years. Now we live in peace. Մենք պատերազմի մեջ էինք ավելի քան 30 տարի։ Այժմ մենք ապրում ենք խաղաղության մեջ, արդեն 6 ամիս։ Ինչպես ես բազմիցս ասել եմ, մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Կարող եմ ասել ձեզ, որ դա յուրահատուկ զգացողություն է։ Մենք երբեք չենք ապրել խաղաղության մեջ մեր անկախացումից ի վեր, եւ մենք արագ ենք սովորում։ Կարծում եմ, որ մեր օրինակը պետք է ուսումնասիրվի եւ ընդունվի որպես ճանապարհային քարտեզ նրանց համար, ովքեր դեռ պատերազմի մեջ են։ Մեր օրինակը ցույց է տալիս, որ խաղաղությունը հնարավոր է, չնայած երկարատև հակամարտությանը, տառապանքներին եւ փոխադարձ անվստահությանը։ Մրցանակաբաշխության հեղինակները կարծում են, որ կայուն երկխոսության, վստահության, ամրապնդման միջոցառումների եւ մարդասիրական նախաձեռնությունների միջոցով Հայաստանն ու Ադրբեջանը օրինակ են ծառայել մյուսների համար, ցույց տալով, որ խաղաղությունը հնարավոր է, իսկ կայունությունն ու համագործակցությունը հասանելի նպատակներ են։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։